Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2025 թվականի մարտի 27-ի նիստի ժամանակ անդրադարձավ չզեկուցվող ռեժիմով քննարկված եւ ընդունված որոշման նախագծերից մեկին, որը ենթադրում է ճանապարհաշինական եւ կապիտալ ներդրումների փաթեթ։ Սյունիքի մարզում Կապան-Ծավ ավտոճանապարհի 1500 կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 11 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում։ Սա էլ նախատեսված է սկսել եւ ավարտել 2025 թվականին։ Ընդ որում, հարգելի գործընկերներ, այս նախագիծը ունի նրբություն, այդ նրբությունը հետեւյալն է, որ հիմա Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Այսինքն ըստ էության սա մեր խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետեւ մեզ շատ նաեւ քննադատում են, ասում են մենք անդադ պատրաստակամություն ենք հայտնում, բայց գործնական քայլեր չենք իրականացնում։ Սա այդ գործնական քայլերից մեկն է, որպեսզի մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաեւ երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետեւ այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի եւ միայն այդ հատվածով կարող է անցնել եւ հետեւաբար այդ հատվածը ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։ Այս տարվա ապրիլին արդեն վարչապետն այցելեց Սյունիքի ծայրամասային համայնք Նռնաձոր։ Խնդիրների պակաս չունեցող, դրանց արդեն համակերպված ու վարժված նռնաձորցիների հետ շփումների ժամանակ կառավարության ղեկավարը կարևոր ուղեր ցղեց։ Մեզ պետք է ոչ թե գոյատևել, այլ ապրել, բարելավելով համայնքի կենսական պայմանները։ Մենք շինարարությունը ճամփիթելը չենք ո՞ր կողմով ամտնել։ Կտրատը։ Էս ասիրուն սարքենք ասֆալտ անենք։ Երկաթգիծը որ գնաց մեկ է ջուր չենք։ Երկաթգիծը գնի, մագիստրալը գնում երկաթգիծը հենց եկավ այդ ջուրը կտրելու է ու տենց մնալու են։ Խիպտի դեմրնեք երկաթգիծի, երկաթգիծը ըլնելը հլը դու ասա հլնի։ Եղբայր մենք միջև մեր հարցերը չլուծենք։ Մագիստրալը չունի։ Հլը մեծ շուրջը նայ, այ հլը մեծ։ Այսինքն մենք սովորել ենք, որ մենք սենց կտենք, հա։ Ամենավատ պայմաններում մենք գոյատևել ենք։ Մենք պետք չի մեզ գոյատևել, մեզ պետք է ապրել։ Տարբերությունը շատ է։ Նկատի ունեմ երկաթգիծը մեզ վնաս չի բերելու, մեզ միլիարդների օգուտ է բերելու, մեզ անվտանգություն է բերելու, այս տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն բեռնատարի առումը մեզ ահագին օգուտ կտա։ Որտեղ բեռները կբերենք, ասենք նույն Իրանից այդտեղ բաներ կսարքենք ու տեսեք, որ մեր մոտ ասում են գները այդքան բարձր են։ Գիտեք, դա կապված է շատ հիմնական կապված է տրանսպորտային խնդրի հետ։ Անդադ տրանսպորտային բարդ բաներով ենք գալիս։ ասֆալտ լինելու է այս ճանապարհը։ Միանշանակ եւ առաջի փուլը անցպրտնելու է, երկրորդ իսկ հիմա որ ենք հասել որ ես անկեղծ ասած ես 1000 ներողություն, բայց ես չգիտեի որ ես ճամփ են ասֆալտ։ Ինձ ասում էին դե ճամփա ենք սարքել երկաթուղու վրով, բայց ես գաղափար չունեի որ ասֆալտ արած։ Բայց սովետի վաղ ո՞նց է եղել։ Կապերով է եղել, որը գոյություն ունի։ Կապերով։ Սարի դոշով պատա շարած եղել, պատի վրով գնացել։ Չէ։ Իսկ կամազներ չէր գնում։ ձի ճանապարհ է եղել։ Իսկ ուր ենք հասել։ Ձեր կարծիքով սեպտեմբեր պետք է վերջացներ։ Ասֆալտն հետ։ Չէ, առանց ասֆալտի։ Սա երկու փուլ ալնելու։ Մի հատ հողային է արվելու, երկրորդ փուլը արդեն ասֆալտ։ Իրանին եւ Ադրբեջանի սահմանակից Նռնեդիների Ագարակը Մեղրիին եւ հարակից շրջաններին կապող ճանապարհի կառուցման աշխատանքները դիտարկելու նպատակով օրերս Սյունիք այցելելու հերթը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարինն էր։ Հայաստանում ճանապարհաշինության համար պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչները լրագրողների ուղեկցությամբ եղան շինհրապարակում։ Սյունիքի մարզում ենք։ Մեղրին Նռնաձոր համայնքին կապող ճանապարհի կառուցման աշխատանքներն են լայն թափով ընթանում։ Կառուցում է այս հատվածը։ Այս ճանապարհի աշխատանքները
եզակի են մեզ համար իր կարևորության, որովհետև մենք փաստացի ամբողջովին նոր ճանապարհ ենք կառուցում, եթե մի քանի ամիս առաջ դուք այստեղ այցելած լինեիք, ամբողջը այնպիսի սարեր էին, ինչպես հիմա իմ թիկունքում գտնվողներն են եւ շինարարները տարբեր եղանակներով ներառյալ պայթեցման միջոցով կարողացել են արդեն գոյություն ունեցող ճանապարհը, որով մենք մոտեցանք շինհրապարակի այս հատվածին կառուցել։ Պարոն Խուդատյան, ըստ էության այս ճանապարհը կառուցելով մենք նաև բացում ենք այդ երկաթգծի ճանապարհը, որ հետո նաև դա կառուցվի։ Երկաթգծի ճանապարհը կապ չունի այս ճանապարհի հետ, մենք այս ճանապարհը կառուցելով Նռնաձորը նորմալ ճանապարհով երթևեկելի լավ որակի ճանապարհով կապում ենք Մեղրիի հետ։ Այս պահին ինքը ոչ սա հիմնական ճանապարհ է, այս պահին Նռնաձորը Մեղրիի հետ կապված է հողային ճանապարհով, որը անցնում է Երկաթգծի կողքով, այդ ճանապարհով քիչ անց հնարավորություն կունենաք այցելելու Նռնաձոր։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով ծրագրի իրականացումը փուլային է։ Շինաշխատանքները մեկնարկել են տարեսկզբին։ Հույս ունի, որ շինարարն իր օրացուցային գրաֆիկից շուտ կհանձնի ճանապարհաշահագործման, որից հետո տեղի կունենա դրա ասֆալտապատման աշխատանքը։ Նախքան այդ գրունտային ճանապարհն էլ ի դեպ երթևեկելի ու անցանելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կապալառու կազմակերպության տնօրեն Արմեն Մինասյանն էլ վստահեցնում է, շինարարական աշխատանքների համար նախատեսված է 10 ամիս, 2 ամիսը սպառել են, ճանապարհն էլ կառուցվում է զրոյից, ռելիեֆը բարդ է, իրականացվել են պայթեցման աշխատանքներ։ Ճանապարհի նշանակությունը, ասենց ասեմ, մենք ունենք Նռնաձոր գյուղ, որը մեր հարավ-արևելյան հատվածի Հայաստանի Հանրապետության ամենածայրամասային գյուղն է, բավականին մեր համար ինքը նշանակալից է եւ գյուղացիների մարդկանց բնակչության համար եւ ինքը ունի երևի թե ռազմավարական նշանակություն, միգուցե ես իրավունք չունեմ այդ ձևով, բայց ասենք ես այդ գյուղում եղել եմ, շատ լավ բնակիչներ են, մարդիկ կապված են իրենց հողի հետ, մարդիկ կապված են իրենց բնակավայրի հետ, շենացնում են, կառուցում են, այնտեղ տներ են նոր կառուցվում մեր ծրագրերով։ Ճանապարհի երկարությունը այս փուլում, որ կառուցվում է, մոտավորապես 8.5 կիլոմետր է, 9 կիլոմետր Շվանիձորից Նռնաձոր, ինքը լինելու է ոչ այս փուլում, այս նախագծով ոչ ասֆալտապատ ճանապարհ, այսինքն գրունտային ճանապարհ, բայց բավականին լավ, ուղղակի ռելիեֆի բարդությունը այնքան է, որ մի քիչ շինարարական աշխատանքներն են բարդացվում, ասենց ասեմ, անդադ պայթեցումներ են կատարում։ Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազիզյանն էլ նշում է, գյուղբերող ճանապարհի խնդիրը եղել է ամենապրոբլեմատիկը, ինչն իր հետ բերել է նաև մեկ այլ խնդիր՝ գյուղմթերքի իրացման հետ կապված դժվարություններ։ Հիմնականում ասում եմ գյուղմթերքի արտ ստեղից ստանել, ստեղ գալը առնելը խնդիր էր տալի։ Մշտական այդ խնդիրն ենք ունեցել, այդ ներքևով գալուց սահմանապահների հետ էր խնդիրներ առաջանում, ստեղ Պագրան զոնա է, որտեղ պետք է պրոպուսկով գային, մի խոսքով շատ մեծ տարբերություն է լինելու, միանշանակ, չեմ ասում գյուղացիների համար միայն ողջունել։ 13.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման պայմանագրի արժեքը 2 միլիարդ 562 միլիոն դրամ է։ Եթե շինարարն ընթանա ըստ օրացուցային պլանի, ճանապարհն արդեն կշահագործվի 2025 թվականի դեկտեմբերին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։